Աբուլի, մամայի բալահլեն աղջկան նա ինչ լավն է։ Մամի խանգարելի ամնը լարված պարն հալը սպաս։ Այդ ես քո ապագայի հարցերով եմ զբաղված, դու մուլտիկ ես նայում։ Բալահլեն աղջկան նա ինչ լավն է։ Անող, դնող, էփող, թափող, ամենակարևորը սիրուն։ Հո մամ, բալը նա ինչ սիրուն անել պերշիկ ուտում։ Ես խփում մամ։ Աչքերդ կհանեմ մյուս անգամ դրան նայել ես։ Ավելի լավ է մուլտիկդ նայի։ Անուշ, կսպասես միասին գնանք համալսարան։ Չեք նայում, զաչոտի եմ։ Առարկայից։ Ցնցուղյանի։ Պրոռեկտոր։ Անուշ, դու ես աշխարհում ուրիշ ցնցուղյան գիտես։ Ինձ թվում է այդ մարդու ազգանունը սիթքոմի սցենարիստներն են հորինել։ Հանկարծ նման կատակներ չանես, որովհետև ասում են ուսանողներից մեկը նման կատակ արել ու իրան դուրս են թողել համալսարանից։ Ցնցուղյան մի ասա, մի սառը ցնցուղյան ասա։ Աննա, բայց ինչ է սարքում։ Պարզ չի, ինչ-որ պատմական ուտեստ։ Այո, Պապ Թագավորի սիրելի ուտեստ եմ պատրաստում։ Ըստ Մովսես Խորենացու խնջույքների ժամանակ Պապ Թագավորը սիրում էր ուտել շոգեխաշած կաղամբ, բողոք եւ սող։ Ես էլ որոշել եմ մի քանի համեմունքներ ավելացնեմ, որպեսզի ավելի համեղ լինի։ Հիմա ձեզ կհյուրասիրեմ։ Ես չեմ կարող ուտեմ, կներես ես զաչոտից առաջ հաշ չեմ ուտում։ Ավելի լավ, Անուշ, քեզ ավելի շատ կմնա։ Ես էլ բանը, կշտացա, համել ես էլ եմ զբաղված, նոր դաս են տվել, պետքա սովորեմ, ինչ էր անունը, բան, Ինչ։ նարդի։ Դասակ, ողջույն։ Ողջույն գոր։ Պապ Թագավորի սիրելի ուտեստն եմ պատրաստել, հիմա քեզ կհյուրասիրեմ։ Գորն էլ չկարա, ինքն էլ է զբաղված, ինձ պետքա նարդի խաղալ սովորացնի։ من خره میکنی هوکو شاتر بینن چی اوزون جنر نوی نرو گنکو کنوزونه تهانس نسک سالالا چمن نسستان لیکوید مامایی بالا مامایی بالا ترسون تدانه مامایی بالا رادار گربانه مامایی بالا زیر هر بومه مامایی همه Հավս էսի չես անում։ Մի հատ բագ էր հայտնվել բեքենդում, Ջեյսոնի հետ կոնֆլիկտ էր տալիս։ Տենց ես ռեֆակտորինգ եմ անում, որ վերջում ռենդերինգում չկախի։ Այ ախպեր անկապ հարց տվի դրել լրջով պատասխանում ես։ Դավ ջան, մի հատ խնդրանք ունեմ քեզ։ Ապո, ես չեմ կարող այնց անել, որ մեկի հեռախոսին քեզնից բացի ուրիշ ոչ մի տղա չզանգի։ Չէ, ուրիշ պահա։ Կարաս ինձ ծանոթությունների սայթում գրանցես։ Հա, բայց այդ ի՞նչ է որ դու չես կարող անես։ Դե անգլերեն դժվար է, անազգանս գրում եմ, հետո եսի ինչ էր հարցնում։ Օրինակ ինչ։ Դե գրում է your country, եսի չիմանամ ինչ անեմ։ Լավ, ավելի արագ կլինի քեզ գրանցելը, քան թե այդքան հարցեր տալը։ Հեռախոսդ տուր։ Մամայիս մոտա գնամ հեսա վերցնեմ գամ։ Չէ, լավ, նստի, ժամանակ չկա։ Իմ հեռախոսով կանենք։ Հիմա մեզ մի հատ նկար է պետք։ Ժպտա։ Այդքան չէ, ապո։ Քիչ ժպտա։ Ավելի քիչ ժպտա։ Ապո մի ժպտա։ Հələ դե դրանով։ Լավն է, ես մի հատն ես նկար է։ Հա, մի հատ էլ լրիվ հերիք է։ Տուր։ Հələ սպաս։ Ապո
Աբո դուր հեռախոսը։ Սպասել է։ Աբո դուր հեռախոսը։ Դավանա սպասել է։ Արի, հեսն մեծահարու Զորաբյանը չի որ մերը սարավոտից իրիգուն կֆրտում է։ Ինչ կապ ունես դու իր հետ։ Հեռախոսը դուր, աբո գործ չունես։ Ելը մի վարկյա ոս գործ չունես։ Ես ինչ նկար ինչ կապ ունես դու իր հետ։ Ոչ մի կապ չունեմ հետո, ուղղակի նկարվել եմ։ Ջեսիկա Ալբանա, Սկարլետ Յոխանսոննա, Մեգիսա հետը պրոստը նկարվել ես, ինչ կապ ունես դա ո՞ր։ Ոչ մի կապ չունեմ, հայտնի մարդեր ուղղակի նկարվեցի հետ, աբո դուր հեռախոսը։ Հայտնի մարդը 20 տարբեր տեղ նկարվել ես, հլանդեղ նայի ու դասպես ես պրոստը։ Հենց իմ մասը ինչ ես իր հետ նկարվել։ Աբո դուր հեռախոսը։ Աբո Դուր հեռախոսը։ Դուր հեռախոսը։ Մամա ես կասում։ Չէ, խնդրում եմ ոչ մեկին չասես։ Դուրմն հենց իմ մասը ինչ կապ ունես այս Զորաբյանի հետ, որ քաղաքի շինարարության կեսը իրանն է։ Պապանա։ Պապանա։ Չէ։ Արա պապացա։ Արա հուսա, հալմար, դու ստեղ ինչ ես անում, դուք միլիարդատեր եք։ Ուշադիր լսի։ Հա։ Զորաբյանը պապասա։ Բայց ինքը ամեն ինչին հասել է իր ուժերով, հալալ քրտինքով, իր արդար աշխատանքով ու ճիշտ որոշումներով։ Ու ես ու պապան միասին որոշել ենք, որ պիտի ես էլ իմ ուժերով հասնեմ ամեն ինչին։ Դրա համար ես ընդունվել եմ համալսարան։ Իսկ պապան օգնում է ինձ հոգալ մանր-մունր ծախսերը, օրինակ ձեր տան վարձը։ Ու երբ որ ես իմ սեփական բիզնեսը հիմնեմ, այդ ժամանակ ես փող կաշխատեմ ու իրան հետ կվերադարձնեմ այդ գումարները։ Հասկացար։ Ապարիկով ես ապրում էլի։ Աբո, սրա մասին ոչ մի բան չպիտի իմանա, հա։ Դաժե մամաս։ Հատկապես մաման։ Պրոբլեմ չկա, Դավ ջան։ Մենք մոտիկ ընկերներ ենք, իմ աղբեր։ Հեսի կլինի իմ ու քո գաղտնիքը։ Շնորհակալ եմ, ապա։ Դու գիտես ես ինչքան եմ հարգում քո պապային։ Բա մամաս, գիտես ինչ լավ բաներ ասում իր մասին։ Ուր նստում է պապայից տախոս։ Դե լավ, արի հիմա քեզ գնացենք ծանոթությունների կայքում։ Պեչայ աղբեր։ Հաստատ էլ պեչ։ Լավ, աբո, հիշում ես չէ, ոչ մեկին, ոչ մի բառ։ Մագիլա։ Չէ, Անուշ ջան, Աննան ինչ-որ բան էր ուզում հյուրասիրեր, սիրուն չստացվեց։ Սիրուն չէր ստացվի, որ հյուրասիրեր։ Ամբողջ գիշեր զուգարանում էիր անցկացնելու։ Լսի, դու նարդի խաղալ գիտես։ Ճիշտ այդպես, բա գիտես կարողալը ոնց էին գլորում։ Դե ինձ էլ սովորացրու, Աննան հաստատ հարցնելու է։ Երկար թե կարճ։ Կարճ, երկար ժամանակ չունեմ։ Անուշ ջան, խաղի անունն է երկար։ Հեսա ցույց տամ։ Դու սպիտակներն ես, ես սևերը։ Կլինի է զառերը լինեմ։ Չի Անուշ ջան, զառերը ընդհանուրը։ Նայ։ Ես քեզ 6, ես էլ 4։ Վախի ես տենց ուժեղ խփում։ Դե նարդուկայֆը էտա։ Ես 3, ես 4։ Չհասկացա, այս ինչ աղմուկ եք անում։ Երկրաշարժ, հա։ Ոչ մի կերպ տիկին Սվետա, նարդի ենք խաղում։ Անուշ, ասենք թե այս տղեն նոր է։ Դու չգիտես, որ իմ պաղպաղակ ուտելու ժամն է ու տանը պիտի կատարյալ լռություն լինի։ Դե նարդու կայֆն էլ էտա։ Դու այ դեղնակտուցներ, դուք ինչ գիտեք նարդու կայֆը որն է։ Սվետիկը որ նարդի էր խաղում, դուք ըսկի ձեր ծնողների պլաններում չկայիք։ Ինչ եմ ասում է, ձեր ծնողները պլաններում չկային։ Ձեր առաջ 79 թվականի չեմպիոն է կանգնած։ Աշխարհի։ Չէ, Անուշ, եւ Պատորիայի դրուժբա սանատորիայի։ Տիկին Սվետա, բայց տարիքի ինչ կապ ունի։ Ես էլ մեր չաստի չեմպիոնն եմ եղել։ Ու հաստատ 200 պարապ զինվորին հաղթելը ավելի դժվար է, քան սանատորիայում հանգստացող 15 սովետական ինժեների։ Անուշ, ճիշտ հասկացա, այս տղեն ինձ ձեռնոց անետում։ Դե եթե կուզեք խաղանք։ Իմացի, որ Սվետիկը պրոստը տակ չի խաղում, տղա ջան։
Մի ամսվա վարձի վրա ենք խաղում, համաձայն ես։ Խնդիր չկա։ Անուշ, ես բռնի։ Այս տրապամբուլները ոնց են քամում տալու։ Չուտես։ Գնաց։ Ապրի, ուֆ։ Տեսար ինչ զարավ բռնում տիկին Սվետիկա։ Ահա։ Ես երև ինչ-որ բան պատվիրեմ։ Այս ինչ է։ Այս ինչ աղի է։ Ու կրտու։ Այ։ Աշխարհումս իմ դունի։ Ինչ ա եղել, Դավիթ։ Բան չէ, հովանում է։ Էլի քրտնել ես։ Դրա Ես դու ես կերել իմ պատրաստած ուտեստը։ դու էի պատրաստել։ Հավանեցիր։ Շատ։ Բա ինչի ես այսքան քիչ կերել։ Արի լցնեմ էլի կեր։ Չէ։ Չէ։ Չեմ ուզում։ Ես արդեն կշտացել եմ։ Դու տղամարդ ես, Դավիթ, այսքանը քեզ ինչ պիտի կշտացնի։ Արի նստի կեր։ Դավիթ, եթե դու հիմա չգաս ուտես, ես կմտածեմ, որ չես հավանել ու կնեղանամ։ Ոնց չեմ հավանել։ Շատ եմ հավանել։ Շատ։ Այ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Սոխ։ Կեր։ Ես, ո՞նց է դասի ես եկել։ Հա, լավ, նենց եք զարմանում, ոնց որ 2 ամիս համալսարանում չեմ եղել։ Մի ամիս է էլի։ Ես չլինի ուզողներդ պակասել են եկել էստեղ նոր բերքը հավականես։ Դե չէ, կար, դե ինչ ուզող։ Մի հատ զաչոտ ունեմ կանգնելա կոկորտիս։ Չգիտեմ ոնց հանձնեմ։ Ինչա որ։ Տեսական հնչյունաբանություն։ Ցնցուղյանի մոտ ես։ Լսի, բայց ինքը շատ խիստ է։ Պարապել ես ոնց ես հանձնելու։ Դե լավ, դե այդ ինչ խիստ պիտի լինի, որ իմ այս հայացքից չհալվի։ Իդ ոնց ես անում։ Հետո կսովորացնեմ։ Մեգի, Ցնցուղյանի մոտ այդ խաղերը չի անցնում։ Պետքա զգուշ լինես։ Ասում են, որ ինքը լիքը մարդու կտրել է։ Եթե ինձ կտրի, ես էլ իրանց տան ջրերը կկտրեմ, ցնցուղը կչորանա։ Եվ հետո, նենց եք վախենում ոնց որ ջակուզիան է։ Ու չեմ հասկանում, իրան ընդհանրապես ով է սենյակ տվել։ Ինքը բաղնիքում էլ շատ լավ կտեղավորվեր։ Երեխեք Ցնցուղյանը հետևս չի կարակ հանգիստ ծիծաղեք։ Պարոն Ջակուզյան, պարոն Ցնցուղյան, վաղուց եք այստեղ։ Մոտավորապես Ջակուզյանի պահից։ Իդեպ շատ անհաջող բառախաղ։ Խնդրում եմ էլի, պարոն Ցնցուղյան, ես ես ամեն ինչ կբացատրեմ։ Ավելի լավ է ծնողներիդ բացատրես, թե ինչ ես դուրս մնացել համալսարանից։ Ոյ լավ էլի, խնդրում եմ, պարոն Ցնցուղյան։ Ոչ մի լավ էլի, ու չմտածես, եթե ռեկտորը ստեղ չի, այլ ջերմուկում սպա պրոցեդուրաների է, ուրեմն դու փրկվելու ես։ Խնդրում եմ էլի, լավ էլի, պարոն Ցնցուղյան։ Տաղո ջան, մարդ այդքան էգոիստ չի լինի, էլի։ Այտենց պապան ամենակ քեզ պապայություն չի անելու։ Ալո, բարև ձեզ։ Ո՞վ է։ Աբոնա։
Որավո, բանկի կառավարիչ, թե ոսկու հանքի սեփականատեր։ Ցավոք ոչ մեկը, ոչ էլ մույսը։ Ձեր տղայի Դավթի ընկերն է, Աշոտզա։ Համալսարանում ենք ծանոթացել։ Ինչ որ բան ա եղել Դավիթի հետ։ Չէ, այսինքն հա, Ինչ։ սիրահարվել է։ Տղա ջան, վստահ ես, որ ճիշտ ես զանգել։ Դավիթը սիրահարվել է։ Գաժի պես Աշոտզա։ Բայց շատ եմ ամաչում ձեզ ասի, դրա համար ես եմ զանգել, շատ սիրուն աղջիկա, համեստ, խելացի, անող, դնող, էփող, թափող, անունն էլ Մեգի է։ Պետք է օգնենք գրավի այդ աղջկան, Աշոտզա։ Ոնց օգնենք։ Դե, չգիտեմ, օրինակ ինչ-որ նվեր, եթե ուղարկեիք Դավիթը նվիրեր, կարծում եմ կստացվեր էլի, ասենք ոսկե ականջողներ։ Հեսա ես կզանգեմ Դավիթին, կճշտեմ։ Չէ, Աշոտզա, ինձ հատուկ խնդրել է, որ ձեզ չասեմ էլի, բայց դե տեսա անգերս նեղության մեջ է, փող չկա ձեռը, որոշեցի ես ձեզ զանգեմ։ Բա ուր ա պետք ուղարկել այդ նվերը։ Հենց այն տունը որտեղ Դավիթը ապրում է, ես չեմ վերցնելու նվերը, ինքը կվերցնի, շատ կուրախանա, Աշոտզա ջան։ Հեսա կազմակերպեմ։ Լավ, Աշոտզա ջան։ Պապ ջան։ Կներեք Տիկին Սվետա։ Այդքան դու մտածում ես ես չհասկացա, որ զառես բռնում։ Լավ էլի Տիկին Սվետա։ Հորերեկվա մալադոն չեք զորա խաղեր տանք։ Մի խոսքով մոտակա մի ամսվա վարձը ջրվում է։ Շարի 2 ամսվա վարձի վրա ենք խաղում։ Կրվեք Տիկին Սվետա։ Շարի այ տղա։ Ու ինչ չսպառնաս այ չհասած թութ։ Մի անգամ կրեցիր, քեզ թվաց Սվետային հակարես կրես, Շարի ասում եմ։ Ես ձեզ զգուշացրեցի։ Այս առաջնությունը գնալով հետաքրքիր է դառնում։ Խնդրեմ ձեր հոթդոգը։ Որ խնդրում կտակացնեք, Նոր եմ տաքացրել։ բայց ես պաներով էի ուզել, Ներփեշիկը գաուդա պաներովա։ բայց ես Մի րոպե։ Էրիկ, Էլեն, մի հատ հոթդոգը տուր հաճախորդին։ վերցրի Էլեն ջան։ Էրիկ եկել եմ ասեմ, որ ես այսօր գործի չեմ գալու։ Ո՞նց։ Այսօր խոստացել են ուժեղ անձրև ու ամպրոպ։ Երեկոյան 8-ի ջերմաստիճանը լինելու է +9-ից +13 աստիճան Ցելսիուս։ Քամին ուժեղ, արևելյան։ Իսկ արագությունը 8-ից 10 մետր վարկյանում։ Այսօր գամ գործի։ Ո՞նց եմ տուն գնալու։ Էլեն, ոչինչ որ արդեն եկել ես գործի։ Վայ, իսկականից։ Լավ, բա հիմա ո՞նց եմ գնալու տուն։ Ես դες ճանապարհ եմ։ Սոնցի կլնեմ։ Հերիկ, փորացավի դեղ ունես։ Կարող է գիտես ապտեկա աստել։ Բարի գալուստ մեր դեղատու։ Խնդրեմ ձեր փորացավի դեղը։ Իսկ ինչ ա եղել։ Կարևոր չի ինչ եղել, բայց այսօրվանից պապ թագավորին ընդհանրապես չեմ սիրում։ Ինչ ա եղել Մեգի։ Կարող է ինչ-որ մեկը խաբել ասել է հարուստա ու դու հավատացել ես։ Դրսում հեսա անձրև ա գալու, այս տունը սարքել եք սառնարան։ Այս վեստայի օթորակիչն այնքան անձայնա չէի նկատել ոնց է աշխատում։ Դավիթն ա միացրել էլի ինչ-որ բանից քրտնել էր։ Իդեպ գիտես, ի տարբերություն ձեզ Դավիթը շատ հավանեց իմ պատրաստած ուտեստները։ Նորից եմ պատրաստում, որ դասից գատուն ուտի։ Չասեցիր ինչ ա եղել։ Պրոռեկտորն ուզում է ինձ համալսարանից հանի։ Իր ազգանվան վրա կատակներ եմ արել լսել է։ Ոնց։
Հիմա գնալու ես քեզ մոստից գցես։ Հանգստացի։ Իմ անունը Աննա չի, որ մի բալ ցածր ստանամ սրտի նոպայով տանեն հիվանդանոց։ Ես մի հնարամիտ ու լավ բան կմտածեմ։ Օրինակ, Ցնցուղյանին կկաշառեմ կամ էլ շանտաժ կանեմ։ Իսկ ավելի լավ չի ներողություն խնդրես։ Ցնցուղյանը խիստ մարդ է, բայց բարի է։ Ան կարծում ես կաշխատի։ Հաստատ կաշխատի, ավելին ասեմ, իմ պատրաստած պապ թագավորի ուտեստից տամ տար, միանգամից կների։ Չէ, տենց հաստատ շանսերս ավելի կքչանան։ Մեգի ջան, ես քեզ Էս ինչ աբո։ բաց։ Պարկենք հատակին աբո։ Ես կաշունտ։ Ետ նկատի չունեմ աբո։ Հեսա ոստիկանները կգան ու քեզ բերման կենթարկեն զավթերի խանութ թալանելու համար։ Հանգստացի Մեգի ջան, ես իմ փողերով եմ առել ու նվիրում եմ քեզ։ Աբոխի ես խապում, ոնց կարաս դու առած լինես։ Դու որ քո ու մամայիդ ամբողջ օրգաններն էլ վաճառած լինեիր, ես զավթը չէիր կարող առնեիր։ Մեգի ջան, ես քո համար եմ վերել, ասում եմ, քեզ նվեր ա ես։ Շատ սիրուն աբո։ Մերսի, արի գրկեմ։ Մնաստը հեսա քեզ էլի եմ նվեր բերելու։ Տեղ չգնաս Մեգի ջան։ Հեսա։ Կներեք տիկին Սվետա, ես էլի հաղթեցի։ Նստի այդ տղա։ Նստի էլ։ Շարի։ Չէ, տիկին Սվետա, ես արդար տղա եմ։ Չեմ ուզում սաղ կյանքը ձեր տանը ձրի մնա։ Ինձ 5 ամիսն էլ ա երիք։ Նստի ասում եմ։ Ոչ մի կերպ։ Դասեր ունեմ, համել տիկին Սվետա, 4 ժամը խաղում ենք։ Կներեք, բայց զուգարան եմ ուզում։ Էս փախար, հա? Էս հենց զգացիր կրվում ես թռար այդ տղա։ Հետ արի մի տարվա վրա ենք խաղում։ 2 տարվա վրա ենք խաղում։ Ապուլիկի սենյակի վրա ենք խաղում, հետ արի։ Տիկին Սվետա, ես կխաղամ։ Շարի ուժ։ Մեգի ջան, ես քո համար մի հատ էլ նվեր ունեմ։ Ես քեզ։ Գրվել ես աբո։ Այս թանկարժեք ժամը քեզ որտեղից։ Պապան ա ուղարկել։ Քո պապան։ Ադե ինչ կարևոր ա, պապան պապայա էլի։ Էդ քոնն ա։ Եթե իհարկե համաձայն ես իմ հետ գաս ժամադրության։ Ոնց համաձայն չեմ, դու մենակ տեղ ու ժամ ասա։ Ճիշտն ասած, չեմ որոշել, որտեվ չէի սպասում, որ սենց շուտ կհամաձայնվես։ Աբո, այս թանկարժեք նվերների դիմաց ժամադրությունը ոչ մի բան է։ Ես քեզ նույնիսկ կպաչեմ։ Դավիթ, այդ ինչ ես անում։ Մտածեցի անձայն գնամ քեզ չխանգարեմ։ Դու ինձ չես խանգարում, շատ ճիշտ ժամանակին ես եկել։ Արի նստի, քո սիրած ուտեստն եմ պատրաստել։ Արի նստի, որ ուտես։ Ճիշտ ասած, սոված չեմ, անջան։ Դավիթ, ես այսօր դասի չեմ գնացել հատուկ, որպեսզի քո սիրելի ուտեստը պատրաստեմ։ Դու ինձ մերժում ես։ Դե արի նստի, արի նստի։ Վերջեմ։ Դու սակեր, իսկ ես կպատրաստեմ Խոսրով կոտակի սիրելի աղցանը, որի բաղադրատոմսի մեջ մտնում է թրջած լոբի, եղինջ, ավոկադո եւ լիքը սխտոր։ Սատոր,
Ես գնում եմ Ցնցուղյանի հետ հանդիպման։ Անպայման անձրևանոց վերցրու, այսօր կարող է անձրև գա։ Չէ, Այսինքն չէ։ այսինքն անձրև կարա գա, բայց կարա նաև չգա, չէ։ Դրա համար ավելի լավ է անիմաց ծանրություն հետդ քարշ մի տուր։ Ավելի լավ է ծանրություն տանել հետս, քան սանրվածքս փչանա։ Չէ, լավ եմ Չէ, կա։ Ես վերջի վերջնա։ Ես ոնց կարայի 5 ամսվա վարձը կրվեի։ Բանուշ ջան, նստել ես պրոֆեսիոնալների հետ խաղալու։ Դու չես դեսել, որ կազինոն միշտ կրում է։ Այն գորին ուղակի կրվեցի էլի, որ դու քո ուժերին հավատաս ու նստես խաղալու։ Անուշ, ինչ ա եղել։ 5 ամսվա վարձ եմ կրվել։ Դու խի չէիր ասում, որ նարդի խաղալուց որ զույգ ես գցում, քայլը բաց ես թողում։ Բայց նարդում չկա նման բան։ Ով ասում է չկա։ Այդ հին ձևերը էլի, այդ միայն պրոֆեսիոնալներն են տենց խաղում։ Տիկին Սվետա, դուք իսկապես Անուշից 5 ամսվա վարձի փող եք վերցնելու։ Բա ինչի պիտի չվերցնեմ, որ կրել եմ։ Ես իմ կրածն եմ ջրում, դուք էլ Անուշի կրվածն եք ջրում։ Համարում են գրազը փակված։ Համաձայն եք։ Պարոն Ցնցուղյան, հասկանում եմ, սխալվել եմ, հիմարություն եմ արել։ Խնդրում եմ էլի ներեք ինձ ու թողեք զաչոտի մասնակցեմ։ Ես կպատրաստվեմ։ Լավ։ Քանի ռեկտորը Կիպրոսում սիմպոզիումի է, կներեմ։ Բայց վերջին անգամն է։ Առավոտը կգաս զաչոտի։ Ող մերսի շատ պարոն Ցնցուղյանս։ Կներեք։ Չեմ հոբոտում, ես ինչ լավ բան եղավ, երեխեքին ասեմ չեն հոբոտալու։ Դուրսը նենց անձրևա ոնց որ սառը ցնցուղ լինի։ Ոնց եմ հասնելու մետրո։ Պարոն Ցնցուղյան, ես իմ մոտ անձրևանոց ունեմ։ Կուզեք ձեզ ուղեկցեմ։ Լուրջ ես ասում, վայապրես դու։ Վաղը ինչ որ մեկը շատ հեշտ զաչոտ է ստանալու։ Գնանք։ Բավա։ Բոլոր լեկցիաները անգիրարած կգաս։ Պատրաստա։ Գեր եւ քեզ զգա ինչպես Խոսրով կոտակը, հզոր տրթած երրորդ թագավորի որդին։ Աննա ջան, բայց ես գիտեմ, որ Խոսրով կոտակը 6-ից հետո հաց չի կերել։ Դավիթ հակառակը, Խոսրով կոտակը սիրում էր խնջույքները կազմակերպել հենց երեկոյան, այնպես որ դու սակեր, ես գնամ նոր բան պատրաստեմ։ Ձեզանից ով էր պապ թագավորի ճաշը լցրել անձրևանոցի մեջ։ Դու իմ պատրաստածը չես հավանել, Դավիթ։ Չէ, Աննա, ուղղակի ես արդեն կշտացրել էի։ Աննա, սպասի, ես քեզ կբացատրեմ, Աննա, սպասի։ Հա, պապ։ Ինչ։ Պապ, ինչ ավտո։ Չէ, պապ, ես քեզից մայբախ չեմ ուզել։ Պապ։ Մեգի ջան։ Նայում եմ քեզ ախորժակս բացվում է։ Բավաղը կանես ինգամ հետևից այդ մայբախով ես։ Հապ հիմա դրա հավեսն ու ժամանակը չունեմ։ Լողանամ գամ կխոսենք, հա։ Լողացի մեգս։ Դավս ոնց ես ընգերես։ Աբո, պապան է զանգել։ Քեզ ա ուզում։ Պապ ջան, հա, շուտզա։ Հա, ես չեմ, ուղղակի հա, հասկանում եմ։ Հա, ենթարկվում։ Հա, հնազանդվում եմ։
Չէ, ես ամեն ինչ կբերեմ, հետ կտամ, նեշի իմ, բայց մերոնք լավ, շուտը, եղավ, Պապան բարևում է։ Պաստորը Նարդին էլ պետք եկավ։